Արցախը այն թեման է, որի մասին չի կարելի լռել, ամեն ոք չի կարող սիրել։ Երկիր պահողը 5-ից 10% է։ Նվիրեցինք Արցախը, ես այդպես եմ համարում։ Միայն օգնում են միայն ուժեղներին, թույլերին երբեք չեն օգնում։ Մենք պիտի Արցախը պահպանեինք, ոչ թե նվիրեինք։ Ես ուզում եմ, որ մենք վերադարձնենք մեր ունեցածը։ Ես ուրիշինը չեմ ուզում։ Մենք միշտ ունենալու ենք սպարապետ, որը մեր մեջ կուղիղ կպահի։ Տիկին Հեքեքյան, հնարավոր է մեր այս հանդիպումը չկայանար, եթե թեման Արցախը չլիներ։ Անշուշտ չէր կայանա ձմռանը դրսում, եթե Արցախի թեման չլիներ, երբեք ոչ մեկի հետ չէի համաձայնի։ Մրսկան եք դրա համար։ Ես շատ մրսկան եմ դրսում, այսպես տեսքով, այս տեսքով հարցազրույց վարել։ Չէ, հաստատ չէի համաձայնի։ Շնորհակալ ենք։ Բայց Արցախը այն թեման է, որի մասին չի կարելի լռել։ Ամեն ինչի մասին կարող եմ լռել, ամեն ինչի մասին կարող եմ չխոսել, որևէ հարցազրույցից կարող եմ հրաժարվել, բայց ինձ համար Արցախը թեմա է, որի մասին ես պարզապես ի վիճակի չեմ լռելու։ Ցավոք ոչ բոլորն են Արցախն իրենց հայրենիքը համարում եւ այո, ոչ բոլորն են զգում այդ կորստի ցավը։ Երբ եւ ինչպես դրվեց այդ պարակտի ջրբաժանը։ Այստեղ շատերն են մեղավոր, չեմ կարող ինչ-որ մեկին մեղադրել, իհարկե վերջում ավելի, բայց իմիջիայլոց երկստեք տարբերությունը միշտ կար։ Երբ ես դեռ տարիներ առաջ գալիս էի Արցախ, արցախցիներն էլ էին բաժանում հայաստանցի եւ արցախցի։ Այնպես չէ, որ դա միայն հիմա վերջերս եղավ, բայց դա մեր ազգային մտածողությունն է։ Մենք միշտ ասում ենք գյումրեցի, վանաձորցի, սիսյանցի, Արցախցի, մենք դրա միշտ էլ այդպես մարդկանց առանձնացրել ենք։ Երևի դա նրանից է, որ մենք չենք ունեցել երկար ժամանակ մի թագավոր, մի իշխան, որը բոլորիս միավորի եւ մենք այսպես պառակտված չլինենք, եւ հենց մեր բոլոր դժբախտություններն էլ այդ պառակտություններից են գալիս։ Փառք Աստծո, ես շփվում եմ այնպիսի մարդկանց հետ, որոնք ինձ նման են մտածում։ Եվ ես այդ երևույթը այդքան չեմ տեսնում, բայց ես գիտեմ, որ կա այդ երևույթը եւ ես գիտեմ, որ հայաստանցի այն զինվորների մայրերը, որոնց երեխաները ծառայել են Արցախում, միշտ չէ, որ լավ վերաբերմունքի են արժանացել գուցե երեխաների, տղաների պատմելով նայածով։ Օրինակ իմ որդին երբեք չի ասել ինձ այստեղ լավ, երբ զանգես, ինչ իրավիճակում 39 ջերմություն ունենալով էլ, երբ հարցում ես ինչպես ես, ասում եմ միշտ լավ։ Եվ ես երբեք չեմ իմացել, որ նրան ինչ որտեղ վատ է։ Նայած ինչպես Արցախում է ծառայել։ Ոչ, նա Հայաստանում է, այստեղ է ծառայել, բայց դե փառք Աստծո կարգին տղամարդ է։ Ձեզ ներկայացնելիս Տիկին Հեքեքյան ասում են բացառիկ հայ։ Ինչու հայի տեսակը բացառիկ դարձավ, ինչու մեր ինքնության տարերը կրող մարդիկ հիմա բացառիկ են։ Ընդհատեմ, ես ինձ բացառիկ հայ չեմ համարել, երբեք ու չեմ համարում, ավելի շատ չեմ համարում, բայց կողքից ձեզ այդ ծնողը կարող էր մայրս համարվել բացառիկ, որովհետև լինելով թոշակառու իր սուղ հնարավորություններով նա Ստեփանակերտին նվիրեց մանկական խոհանոց, որ Արցախի երեխաները նարին է կարողանան ունենալ եւ առողջ մեծանալ, բայց ես դեռ մորս էլ չեմ ասում բացառիկ։ Ինձ համար բացառիկ հայը Գարեգին Նժդեհը։ Ինձ համար բացառիկ հայ է, ասենք Հովհաննես Թումանյանը։ Ես նրանց դասին չեմ կարող ինձ դասել։ Նրանք այն մարդիկ էին, որոնք այնքան մեծ գործ արեցին մեր հայրենիքի համար։ Եթե չլիներ Գարեգին Նժդեհը, մենք այսօր Սյունիք չէինք ունենա, եւ ցավոք հիմա ինքը չկա եւ մենք վախենենք, որ կկորցնենք Սյունիքը, բայց իրոք բացառիկ մարդիկ են եւ մենք միշտ ունեցել ենք եւ ես հույս ունեմ, որ մենք դեռ էլի պիտի ունենանք։ Ձեր խոսքով մենք քիչ ենք տառապում։ Նկատի ունեք համազգային տառապանքը։ Դա ես երբեմ ասել չեմ կարող ասել։ Երևի հենց 20 թվականից ոչ շատ հետո, այո, այն ժամանակ ես ահավոր էի տառապում, ես կարծում էի, որ ես կխենթանամ, որովհետև այդ ցավը
Մինչև հիմա դեռ չի լքում իմ հոգին, բայց մենք տառապել ենք շատ, որպես ազգ, մենք անընդհատ տառապում ենք եւ ցավոք այդ տառապանքից դասեր չենք առնում։ 100 տարի հետո լրիվ կրկնեցինք պատմությունը։ Ես էլ մտածում եի այդ արտահայտությունն արել եք, որովհետեւ այսինքն մերձավորի հանդեպ այդ կարեկցանքը քիչ եք նկատել։ Ես հիմա իսկապես քիչ եմ նկատում մերձավորի հանդեպ կարեկցանքը։ Գիտեք ինչ, բայց ես կարծում եմ, որ երևի դա նորմալ է։ Ամեն ոք չի կարող սիրել։ Շարլ Ազնավուրը մի երգ ուներ, ես շատ վաղուց եմ լսել այդ երգը, ֆրանսերեն էր, թե չեմ հիշում ինչպես։ Ասում էր, սիրելը տաղանդ է, ամեն մեկի տրված չէ։ Եվ եթե մենք մտածում ենք, որ իրոք այդ դա տաղանդ է, ամեն մարդ կարող է եւ տաղանդավոր չլինել։ Մերձավորին սիրելը դա նաեւ դաստիարակության խնդիր է։ Ես շփվում եմ այն մարդկանց հետ, որոնց սրտում մեծ ցավ կա եւ որոնք մերձավորին օգնելով են ապրում, դա է նրանց կենսակերպը, բայց վստահ եմ, որ կան մարդիկ, որոնց համար այդ ամենը միևնույնն է եւ հետո այդ մարդիկ նյութապաշտ են շատ, իսկ նյութապաշտ մարդը միայն իր անձի, իր օրվա հացը, իր, ինչպես ասում են, սառնարանն ու իր մեքենայից այն կողմ ոչինչ չի տեսնում։ Ցավում եմ, որ շատ են այդ մարդիկ, բայց ինչ արեմ։ Ինչը հանգեցրեց դրան, ձեր կարծիքով։ Գիտեք, դաստիարակությունը, դպրոցը։ Միայն։ Այո։ Դպրոցի ուսուցիչները շատ բաներում են մեղավոր, որովհետև երևի կամա, թե պարտադրանքով, թե անտարբերությամբ երևի շատ չեն բացատրել իրենց սաներին եւ չեն ներմուծել այն բարոյական արժեքները, որ ամեն մարդ պետք է ունենա։ Ես խոսում եմ դրա մասին ոչ թե որովհետեւ ուզում եմ ինչ-որ մեկին դատել կամ մեղադրել, այլ պարզապես դա այնքան վատ է, որ ամբողջ ազգին կբարոյալքի։ Լավ, թողնենք ազգը, կբարոյալքի անհատներին, իսկ բարոյալքված անհատը շատ կներեն թող ինձ բոլոր տոլերանտները, բոլոր տեսակի, բայց ինձ համար բարոյալքված անհատը հազար ներողություն անասունից ոչ մի բանով չի տարբերվում։ Տիկին Հեքեքյան, նկատել եք, չէ, հիմա ընտանիքի, հայրենիքի, հոգևոր արժեքների, վեհ գաղափարների մասին խոսելը մի տեսակ մոդայիկ չէ, պաթոս են համարվում։ Եվ այս օրակարգը նաև թելադրում են շատ լրատվամիջոցներ։ Դա հատուկ է արվում ձեր կարծիքով եւ ինչ նպատակով։ Անշուշտ հատուկ է արվում։ Պատահական ոչինչ չի լինում ծրագրավորման մեջ։ Եթե մարդը նստում է ինչ-որ ծրագիր է կազմում, դա հատուկ է լինում ամեն ինչ։ Դա պատահական տեղերից պատահական բաներ չի վերցնում։ Անշուշտ հատուկ են անում եւ այստեղ իհարկե եւ հետո մենք դա լսել ենք նաեւ մեր հանրապետության առաջնորդի անունից, ղեկավարի առաջնորդ չասեմ, ղեկավարի անունից ենք լսել։ Այո, դա մեր նաև կրթության, գիտության, նախարարությունության կողմից է հնչել։ Իհարկե, ծրագիր է։ Պաթոս ինչ է նշանակում, ոգևորությամբ ինչ-որ բանի մասին խոսելը, հա։ Եվ մենք թատերարվեստում պաթոսով խոսք ենք համարում այն խոսքը, որը անկեղծ չէ, որը այդ ոգևորվածությունը չի բխում քո ներքին զգացմունքից, քո ներքին տառապանքից, քո ներքին համոզմունքից, քո ներքին ցանկությունից, այլ պարզապես գեղեցիկ հնչող խոսք է մի քիչ բարձր ձայնով։ Հա, դա բնականաբար պաթոս է։ Եվ հայրենասիրությունը, հա, հիմա հայրենիքի մասին խոսում ասեք մոր մասին խոսելիս չի կարելի մոր մասին խոսել, որովհետև դա պաթոս է։ Մի խոսիր։ Հայրենիքի մասին էլ մի խոսիր, դե մի խոսիր։ Եվ հետո միայն խոսելով չէ։ Խոսել պետք է դասարանում, լսարանում, խոսել մարդիկ չպիտի խոսեն, ես սիրում եմ իմ հայրենիքը եւ ասմունքեն ինչ-որ բանաստեղծություններ։ Նրանք պիտի գործ անեն, գործեն եւ գործով ապացուցեն, որ նրանք այս երկրում, որ ապրում են, այս հողը սիրում են։ Չեք սիրում, խնդրեմ, գնացեք։ Ձեզ ոչ ոք զորով չի պահում։ Հիմա մտածում եմ, որ գիտեք ինչ, բոլոր ժողովուրդների, աշխարհում բոլոր պետություններում երկիր պահողը 5-ից 10% է։ Լավ երկրում 10% է,
որը ճիշտ է դաստիարակված, վատ երկրում 5%-ը, նույնիսկ ամենավատ պայմաններում 5% մարդ Մոնթեն էլ այդպես ասել, 10%-ն է, որ կարող են։ Մենակ Մոնթեն չէ, այո, եւ շատերն են դա։ Ես Մոնթեին շատ հարգում եմ։ Ես երևի ավելի ուրիշ տեղերից եմ կարդացել, շատ լավ է, որ նույնիսկ Մոնթեն է ասել, ինձ հաստատ իմ խոսքը մերկապարանոց չէ։ Այո, եւ այդ 5%-ը միշտ կա։ Իսկ նրանք, ովքեր չեն ուզում, թող չփչացնեն, թող չաղճատեն, թող չխանգարեն նրանց, ովքեր սիրում են իրենց երկիրը, թող գնան։ Թող գնան մեր երկրից նրանք, ովքեր այս երկիրը չեն սիրում։ Հիմա այդ 5%-ը պատրաստ է որևէ բան փոխել։ Միշտ է պատրաստ 5%-ը միշտ է պատրաստ, եթե մնացած 95%-ը չխանգարի։ Բայց եւ շատ եւ մթնոլորտը ղեկավարության չճնշի այդ 5%-ը։ Ինչքան էլ ճնշեն, գիտեք, սովետական միության տարիներին շատ ճնշումներ են եղել եւ 37 թիվ գլխատեցին մեր ինտելիգենցիան Աքսել Բակունց, Չարենց, Զապել Եսայան, որ մեկն ասես, էլ որը, հա, ինչպես ասում են։ Բայց միևնույն է, չէ, մենք կանգնեցին, ժողովուրդը կանգնեց, ազգը կանգնեց, չասեմ մենք, որովհետեւ ես այն ժամանակ ծնված չէի։ Մարդիկ 65 թվի վերելքը տեսան։ Եվ մենք միշտ տեսնելու ենք, հնարավոր չի մարդուն զսպել։ Այ հիմա Արցախը դատարկվեց։ Այ հիմա Արցախում ոնց որ թե հայեր այլևս չկան։ Բայց գոնե մի 5% արցախցի չի երազում վերադառնալու մասին։ Ավելի շատ։ Եվ ոչ միայն վերադառնալու իրենց նյութական տանը ապրելու, այլ երկրում ապրելու։ Ես Արցախում չեմ ապրել երբեք։ Ես այնտեղ հյուրընկալվել եմ եւ այնտեղ աշխատել եմ։ Ես միշտ գնացել եմ գործուղման։ Մեր ինստիտուտում մեր նախկին ռեկտորներից Արմեն Մազմանյանը հայրենասեր մարդ էր եւ որոշեց, որ պիտի բացի Գորիսի մասնաճյուղ, բայց այդ Գորիսի մասնաճյուղը գտնվում էր Շուշիում։ Ինձ տրամադրել են հյուրանոցում մի սենյակ, իսկ մնացածը ես արել եմ իմ սրտից բխող ամբողջ ջերմությամբ։ Իսկ ինչ կար այնտեղ, որ չեք գտնում ուրիշ ոչ միտեղ։ Ես կարոտում եմ Ստեփանակերտի եւ Շուշիի իմ ուսանողներին։ Հենց այնտեղ լինելու նրանց, հենց այնտեղ նրանց տեսնելուն եմ կարոտում։ Ես կարոտում եմ կանաչ ժամը, ես կա Շուշիի, ես շատ բան եմ կարոտում, շատ, ես բնությունն եմ կարոտում, այն բնությունը, որ ես տնջերի ծառն եմ կարոտում, Հադրութում մի տեղ կար, որտեղ Oriental, այսինքն ազգային սնունդ էին տալիս, տեղում թխում էին ժնգյալով հաց, թթիողի քաշած եւ տուրիստները գալիս էին այդտեղ շատ սիրուն, շատ տաքուկ տեղ էր։ Երբ եք վերջին անգամ այնտեղ։ Վերջին անգամ պատերազմից առաջ 20 թվին։ Ես ուսանողներ ունեմ իմ այդտեղ Շուշիում սովորող, որը հետո դարձավ Ստեփանակերտի թատրոնի դերասան Գենան Արուշանյան եւ խաղաց շատ գեղեցիկ դեր հերոս տղայի եւ նա նաեւ ամբողջ այդ 20 թվի պատերազմի ժամանակ ինձ զանգահարում էր եւ ողջևորում էր, որովհետեւ ինքը զենքը ձեռքին պաշտպանում էր իր երեխաներին թողած Ստեփանակերտում, ինքը սահմանին պաշտպանում էր եւ անձամբ իմ ուսանողներից այնտեղ զոհվեցին եւ հետո եկան Եռաբլուր, ոմանք մնացին անթաղ, չգիտեմ, շատ ծանր է, ես չեմ կարողանում հենց այնպես ուղղակի պաթոսով խոսել Արցախի եւ իմ հայրենիքի մի մասի, ես ոնց որ ինվալիդ լինեմ, հաշմանդամ լինեմ, իմ շատ կարևոր մի մասը կորցրած հաշմանդամ Արցախի կորստով։ Ձեր որդին նույնպես, չէ, 44-օրյա պատերազմին որպես կամավոր մասնակից։ Կամավոր վազեց գնաց։ Քարորիային, այդ։ Ես հիշում եմ հայրը ծանր հիվանդ էր Քարորիայի ժամանակ, ասեց ես էլ կգնայի, եթե կարողանայի, բայց ինքը ծանր հիվանդ էր եւ հենց այդ տարին էլ մահացավ։ Որդիս եւ Քարորիային գնաց, իսկ 44-օրյա պատերազմին մի քանի օր անցել էր արդեն դիակները, որ գալիս էին։ Եկավ ինձ մոտ, նա ամուսնացած է, առանձին է ապրում։ Եկավ ասաց՝ մամ, ես գնալու եմ, որոշել եմ։ Ես մի քիչ
անկեղծ մի քիչ լարվեցի, լռեցի, եւ նա ասաց, «Մա ինչ ես ուզում, ես այստեղ ինֆարկտից մեռնեմ, թե գնամ, գուցե փրկվեմ, հետ կամ, հաղթեմ ու հետ կամ»։ Ես ոչինչ չասացի, քարացա։ Դուրս գալուց էլ ասաց, «Ինչ անեմ, մամ, դու ես ինձ այդպես դաստիարակել»։ Ու ես այդպես ամբողջ մնացած ժամանակը նրանք եկան ամսի 12-ից հետո, նույնիսկ ստորագրելուց հետո դեռ մնացել էին եւ դեռ հույս ունեին, որ կարող են պահել ինչ-որ բան եւ հույս ունեին, որ դեռ պիտի պայքարեն։ Նրանք ամսի 12-ից հետո եկան տուն։ Իսկ խոսում է պատերազմից։ Չէ, ինչ է պատմում։ բացարձակ։ Երբեք չի խոսում, ասել եմ, ինքը միշտ ասում է, լավ եմ, ամեն ինչ լավ է, այնտեղ էլ որ հանկարծ զանգահարում էր այնտեղից, ասում էի, ո՞նց եք, դե մենք ամեն ինչ լսում ենք։ Ասում է, շատ լավ եմ, դու մի լսի ոչ մեկին, ամեն ինչ լավ է, ամեն ինչ լավ կլինի։ Այդպես հույս էր տալիս։ Ես հիշում եմ այդ ժամանակ բոլոր մայրերին, բոլոր, ովքեր ցանց էին գործում, պաշտպանիչ ցանցեր զինվորների համար մեր ինստիտուտում բուֆետի տարածքում պաշտպան եւ առաջին հարկի միջանցքում պաշտպանիչ ցանցեր էին գործում, ֆիզկուլ դահլիճում վրաններ էին կարում, քնապարկեր էին կարում եւ ես մտածում էի, ահա որ բան է, ուրեմն մեր բանակը դեռ դրա կարիքը ունի, որ մեր եւ զինվորների մայրերը եւ նրանք ովքեր ոչ ոք չունեն Արցախում, երբեք չեն էլ եղել Արցախում, գալիս էին եւ ամեն ինչ անում էին, որ հաղթանակ լինի։ Շատերն էին, չեմ ասի բոլորը, շատերն էին նվիրված եւ ուզում, եւ դա էր միայն ոգևորում ու հույս տալիս, որ ինչ որ մի բան կլինի։ Դե բայց ինչ ասեմ։ Նվիրեցինք Արցախը, ես այդպես եմ համարում։ Եվ ես չեմ վախենում դա բարձրաձայնելուց։ Մենք պարզապես նվիրեցինք կամ վաճառեցինք, չեմ կարող ասել, այդ մանր հարցերում տեղյակ չեմ, եթե դա մանր հարց է։ Բայց մենք տվեցինք, ինչպես տվեցինք Կարսի բերդը մի կրակոցով։ Գոնե ինքնասպան լինեին շատերը։ Կարսի բերդը երբ հանձնեցին, գեներալ Մազմանյանը երբ հասկացավ, որ խաբել են ժողովրդին եւ լավագույն սպաները ինքնասպան եղան, վիրավորված, իրենք չտարան դա։ Ցավոք ես չեմ ոչ մեկին մահվան դատապարտում, բայց ամեն մեկը գոնե ինքնասիրություն ունենար դրանից հետո։ Այդ այլանդակ արարքից հետո գոնե ամեն մեկը հասկանար ինքը ինչ է արել, այլ ոչ թե հպարտ մանգար եւ զարմանար, որ նրան թարս հայացքով են նայում, խեթ են նայում, երբ նա ինչ որ միտեղ մտնում է։ Հայրենիքից ավելի թանկ նույնիսկ մայրը չէ, ձեր խոսքերն են։ Այո, չեմ ուրանում։ Հենց այս գաղափարախոսությամբ եք դաստիարակել ձեր զավակներին։ Եթե ասում են դաստիարակելը մի բան է, որ պետք չէ խոսքերով դաստիարակել, պետք է համոզված լինել եւ երեխան պետք է տեսնի եւ սովորի։ Եվ Փառք Աստծո մեր ընտանիքում ես եւ եղբայրս ենք մեր ծնողներից սովորել եւ նրանք են իրենց ծնողներից սովորել եւ հիմա երկար չեմ խոսի, որովհետեւ եւ հորս կողմից շատ հերոսներ կան եւ մորս կողմից, այնպես որ դա մեր ընտանիքում գենետիկորեն է եւ մեր երեխաները այդպես էլ ապրում են, այդպես էլ գործում են եւ այդպես էլ շնչում են, կարելի ասել։ Եվ դա այո, պիտի շրջապատն էլ ներազդի, շրջապատը պիտի հասկացնի, որ ամենաթանկ բանը հայրենիքն է։ Հայրենիքի, եթե հայրենիքի համար կարելի է զոհել կյանքը, իսկ դա այդպես են ապրել, մի հոգի չէ, 10 հոգի չէ, հարյուրներ չէ, զոհել են իրենց կյանքը հանուն հայրենիքի։ Ուրեմն դա ամենաթանկ բանն է, չէ, որովհետև մարդու համար ամենաթանկը կյանքն է։ Կյանքից առավել, ուրեմն հայրենիքն է եւ Աստված։ Էլ ինչ կա կյանքից առավել թանկ։ Եվ այդպիսի հերոսներ շատ, իդեպ ես ուզում եմ հիշել այսօր այդպիսի հերոսներից մեկին, Լևոն Գևորգյանին, որը եղել է իմ որդու հրամանատարը։ Նա արցախցի չէ, բայց նա եղել է, նա ամբողջ ամենասկզբից 90-ականներից նա Արցախում մարտնչել է, նա շատ ուժեղ հրամանատար է եղել եւ շատերի կյանք է փրկել։ Իմ պատակից հարևանը առաջին պատերազմների ժամանակ, երբ փողոցից հավաքում էին եւ
Վազգեն Սարգսյանի հրամանով եւ տանում էին պատերազմի այն ահավոր տարիներին իմ պատակից հարևանի տղան հենց ծառայեց Լևոնի մոտ եւ Փառք Աստծո նրանց այդ ջոկատից շատ կարծեմ 1 հոգի ընդամենը սովեց, այսինքն նա այն ղեկավարներից էր, այդ իմ հարևանն է պատմում, որ սկզբում ինքը գնում էր գրավում էր գյուղը, հետո երեխաներին, երիտասարդներին ասում էր եկեք արդեն գրավել են, մենակ կարողանում էր գյուղ գրավել, այդպիսի հերոս էր Լևոն Գևորգյան։ Եվ իմ բախտը շատ բերեց, որ իմ որդին էլ նրա հետ։ Ես ուզում եմ, որ մենք երբեք չմոռանանք այն իսկապես հերոսներին, որոնք կռվել են, պաշտպանել են եւ ապրել են հենց հայրենիքի համար։ Այո, մորից ավելի թանկ է հայրենիքը։ Ես համաձայն եմ իմ իսկ ասացի հետ։ Արցախի բլոկադայի օրերին դուք ձեռքները ծալած չնստեցիք, ֆլեշմոբ արեցիք Արցախը ես եմ խորագրով։ Մտածում էիք ինչ որ բան կփոխեք։ Դե միշտ հույս էինք ունեցել, որ մի բան կփոխենք, որ հանրությունը կիմանա, որ աշխարհը կհասկանա մեզ, մեր ցավը, սուտ բան է, ոչ մեկը չի հասկանում քո ցավը, դու ինքդ պիտի քո ցավին տեր դառնաս, դա նժդեհն է ասել նաև, որ երբեք չպիտի մուրաս, միշտ պետք է միայն օգնում են միայն ուժեղներին, թույլերին երբեք չեն օգնում։ Իսկ անկեղծ ասած Արցախը ես եմ այդ ֆլեշմոբի գաղափարը մեր ուսանողներն են ինձ տվել, ես պարզապես օգնել եմ նրա կազմակերպմանը, դա ուսանողների, երիտասարդների գաղափարն էր եւ ես շատ հույս ունեմ, որ նրանք դեռ այդ մտքին են եւ որ դեռ նրանց հոգում հենց Արցախը իրենք են, մենք ենք։ Իսկ այդ օրերին ինչ կարող էին անել, որ չարվեց։ Միայն այդ օրերին չէ, որ պիտի անեին, դա պիտի 30 տարի անեին։ Պիտի 30 տարի ֆորտպոստներ կառուցեին, ամբողջ Արցախը, մենք գիտեինք, չէ՞, մենք ում դեմ ենք կանգնած, եւ ամբողջ Արցախը պիտի շրջապատված լիներ ֆորտպոստներով։ Այդ ցանցերը պիտի լինեին ամբողջ տարածքում։ Մենք պիտի Արցախը պաշտպանեինք, պահպանեինք, ոչ թե նվիրեինք, որ թշնամին իր հրազենով այսպես մտներ եւ թողնեինք միայն երիտասարդներին, որոնք իրենց մարմնով պիտի պաշտպանեին 3 հոգով, 10 հոգով պիտի պաշտպանեին հազարավորներից Արցախը, պարտավոր էին անել 30 տարի պաշտպանել։ Պետք էր Երևանում կառուցվեր, եթե ինձ եք հարցնում, պետք է Երևանում կառուցվեր մեծ զինամթերքի գործարան եւ այդ դրոնները, այդ բոլոր բաները Երևանում, Հայաստանում պիտի արտադրեին եւ կարող էին, մենք ունեինք գիտական ուժ դրա համար։ Մենք ունեինք այդ ուժը եւ այստեղ պիտի զենք զինամթերք կառուցեին եւ Արցախը պիտի պաշտպանեին, բայց թողել եք այդ երեխաների հույսին։ Պետք է խելքի գանք ու նվաճենք մեր հողերը, ձեր խոսքերն են։ Մտավախություն չունեք, որ ձեր այս հայտարարությունը ռևանշիստական կորակեն։ Գիտեք ինչ, ես ինքս եմ միշտ ասում, որ ես ազգայնական եմ։ Հա, ես ազգայնական եմ, ես սիրում եմ իմ ազգը, ինչպես սիրում եմ իմ ծնողին, ինչպես պաշտում եմ իմ մորը, հորը, տատիկիս, պապիս, ինչպես պաշտում եմ ամեն մի ծառ ու թուփ այս երկրում, այո, ես սիրում եմ իմ հայրենիքը։ Պաթոսով եք ասում, առանց պաթոսի եք համարում, ես սիրում եմ։ Եվ եթե ես ինչ-որ բան կորցրել եմ, գիտեք ինչ, երբ մարդու ձեռքը կտրվում է, վերցնում են այդ ձեռքը, տանում են հիմա Փառք Աստծո հնարավորություններ կան եւ փորձում են նորից կարել, որպեսզի մարդը անդամալույց չլինի։ Ես ռևանշիստ չեմ, կամ էլ գուցե ռևանշիստ եմ, ես դրանից չեմ վախենում։ Ես ուզում եմ, որ մենք վերադարձնենք մեր ունեցածը։ Ես ուրիշինը չեմ ուզում, ոչ մեկինը երբեք չեմ ուզել։ Ես ուզում եմ մեր հայրենիքի ճախճատված, նվիրած, վաճառած բոլոր մասերը հավաքել իմի։ Ուրիշ ցանկություն չունեմ։ Գիտեք ինչ, հիմա ես այստեղ գալիս մետրոյում տեսա մի գովաստ, որ Վազգեն Սարգսյանի մասին ֆիլմ են նկարել, շատ լավ են արել, բայց վերնագիրը դրել են վերջին սպարապետը։ Ինչ է նշանակում, սա ինչ ծրագիր է այս ժողովրդի վրա, ինչու է վերջին սպարապետը։ Ժամանակին 15 թվականին այդ հարցրել էր Վահան Տերյանը, միթե վերջին պոետն եմ ես, բայց նա հարցնում էր, նա չէր ասում ես վերջին պոետն եմ։ Ինչ է նշանակում վերջին սպարապետ։ Ոչ, չորացավ հայոց արգանդը, ոչ։
Եթե դեռ չեն ծնվել, ես կարծում եմ արդեն ծնվել են, ապա անպայման կծնվեն դեռ սպարապետներ, պիտի ծնվեն եւ ծնվելու են եւ չի լինելու վերջին սպարապետ։ Մենք միշտ ունենալու ենք սպարապետ, որը մեր մեջ կուղիղ կպահի։ Գարեգին Նժդեհն ասում էր, երբ արկա է կարող առաջնորդը, հայը հեգնում է մահը։ Մենք ունենք մահը հեգնողներ, չունենք կարող առաջնորդներ։ Բայց ես հույս ունեմ, որ կծնվի կարող առաջնորդ։ Եվ ես վստահ եմ, որ մենք դուրս կմղենք, գիտեք, տարբեր ինչպես որակեմ, որ շատ չվիրավորվեն, չէ, կան, չէ, այդպիսի կենդանիներ, կրծողներ, որոնք կրծում են ծառերի բույնը։ Մենք բոլոր կրծողներին պիտի հասկանանք, վանենք դուրս եւ ապրենք խաղաղ ու երջանիկ։